Պատմականորեն, եթե մենք նայում ենք այդ շղթան, Թուրքիան անընդհատ ցույց է տվել, որ ինքը այդ նպատակն ունի եւ հետեւողականորեն գնալու է այդ նպատակի հետևից։ Օրինակ, 1853 թվականին Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ բռնկվեց Ղրիմի պատերազմը, Անգլիայի եւ Ֆրանսիայի աջակցությամբ Թուրքիան փորձում էր Ղրիմի թերակղզին հետ վերցնել։ Այդ ժամանակ հիմնական թատերաբեմը պատերազմի Եվրոպայում էր, բայց օգտվելով հնարավորությունից Թուրքիան պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո 40,000-անոց բանակով անցավ սահմանը Ախուրյանի շրջանից եւ փորձեց օկուպացնել Ալեքսանդրապոլը, ներկայիս Գյումրին։ Այնտեղ ռուսական բանակը փոքր թվաքանակ ուներ ուղղակի պաշտպանվելու համար, բայց կարողացան Բեյբութովի գլխավորությամբ կանգնեցնել թուրքական բանակին, իմիջիայլոց այդ ժամանակ գրավեցին այդ սահմանամերձ գյուղերը եւ կոտորածի ենթարկեցին, այնտեղ Բայանդուր գյուղ կա։ Նշվում է, որ երբ թուրքերը մտել են, 20 տարի է ընդամենը անցել, հայ, երբ իրենք դուրս են եկել թուրքական այդ լծի տակից, թուրքերը մտել են, ռուսները զգուշացրել են, որ կոտորածները լինելու, էլի, դուրս եկեք գյուղերից, գնացեք Ալեքսանդրապոլ, որ ապահով լինի, ասել են չէ, դե թուրքերի հետ մենք կարող ենք լեզու գտնել եւ արդյունքում ունեցել ենք կոտորված գյուղեր, մի քանի գյուղ, այդ թվում նաեւ Բայանդուրի ազգաբնակչությունը։